Այսօր զարգազարդ է։ Դարվան ամենագեղեցիկ օրերեն մեկը։ Եվ ինչ կմտածեի այսօրվան մասին, աշխարհ երկու դոներ կա, որ շատ խանդավառությամբ եւ ուրախությամբ կդոնե։ Մեկը Հիսուսի ծնունդն է, իսկ մյուսն զարգազարդն է, որուն մեր մանուկներուն ամենալավը գուզենք հագցնել, գուզենք ուրախությամբ եկեղեցիկալ, գուզենք տոնախմբել, որովհետև Սուրբ ծնունդին Աստված մարմինը ստացավ, մեզի պես եղավ եւ այս աշխարհ եկավ։ Իսկ զարգազարդին Քրիստոս մարմնացած Աստվածը Երուսաղեմ մտավ։ Իր քաղաքը, թագավորին քաղաքը։ Եվ անշուշտ Սուրբ Հարության տոնը չենք մոռնար, եւ անիալ դարբեր ուրիշ իմաստ ունի, որ կպատրաստվենք տոնախմբելու եկող գիրակի։ Բայց եկեք այսօր վայելենք այս օրը, զարգազարդի օրը։ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Եվ այս օրը հատկանշական օր մնե, օր մի եղավ Հիսուսի կյանքին մեջ։ Սկիզբ եղավ Հիսուսի կյանքին վերջին շաբթվան, թեպի Երուսաղեմ մուտք գործելով։ Մտավ քաղաքը, Դավիթ թագավորի քաղաքը, որ հիմնած էր, բայց մտավ թագավորը, որ ժողովուրդը այդպես չէր ակնկալել, որ իրենց թագավորը, իրենց ամենակարևոր քաղաքը մտնեն։ Ընդհանրապես թագավորներ, երբ որ քաղաք կմտնեին պատերազմական ծիերով, կմտնեին զինվորներով, դրոշակներով, երջախումբերով, նվագախումբերով։ Բայց Հիսուս այս բոլորեն ոյը մեկը չի կործածեց, այլ մտավ ավանագի վրա նստած, որ նույնիսկ իրը չէր, փող արած էր, իր աշակերտները ղրգեց, որպեսզի փող առնեն, զինվորներ չունեցավ, այլ իր շուրջը կար իր աշակերտները, եւ այս խմբագին արջևեն եւ ետևեն գմասնակցեր ժողովուրդը։ Դրոշակներ չի գային, բայց արմավենի ջուղեր գային, ինչպես այսօր մենք կտեսնենք, եւ երջախումբ չի գար, նվագախումբ չի գար, բայց բզդիգեն մինչև մեծ գերքեին եւ կբացանկանչեին Օվսաննա, օրտնյալ է ան, որ դերոջը անունով գուկա։ Ասիկա կարծեք հագասական պատկերմն է։ Թագավորը այսպես մեկ չէր, որ մտներ։ Մարդկային մտածումով։ Այս միան պատմական թեփքը չեղավ, բայց նաև հայտնություն մի եղավ, թե ով է Հիսուս թագավորը։ Ինչու եկած է այս աշխարհ։ Եվ ինչու Երուսաղեմ մտավ։ Այս իր մուտքին մեջ անցույց տվավ, որ իր թագավորությունը դարբեր թագավորություն է։ Չի նման իր այս աշխարհի թագավորներուն, նախագահներուն, արքաներուն, չի նման իրանոնց, այլ ինքը դարբեր թագավորն է։ Մտավ Սուրբ քաղաքը Երուսաղեմը, ցույց տալով, որ ինքը սուրով չէ եկած, բادرազմի համար չէ եկած, ցույց տվավ, որ ինքը խոնար թագավորն է, որ ամենախոնար անասունի վրա նստավ, եւ ոչ բادرազմական ծիի վրա։ Եվ ասիկա ցույց կուտար
այն մարգարեությունը, որ գրված էր իրեն համար հարյուրավոր տարիներ առաջ։ Երբ կգարտանք Զաքարիա մարգարեության մեջ 9-րդ գլխուն 9-րդ համարի մեջ, այսպես կսե. մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղե, ով Երուսաղեմի աղջիկ, ահա կուտակավորդ քեզի ուկա, անիգա արդար ու փրկիչ է, հեզ է ու իշու վրա հեծած եւ իշու ցակի ավանագի վրա։ Այս մարգարեությունը կատարվեցավ ճիշտ այն օրը, երբ Հիսուս Երուսաղեմ մտավ։ Ցույց տվավ իր մուտքով, որ իր թագավորությունը ուժով եւ զորությամբ չի հաստատվեցավ, այլ իր թագավորությունը խաղաղությամբ, ազատություն բերող թագավորություն մի եղավ։ Չեղավ թագավորությունը, որ ստիպեց մարդոց, որին թագավորը լա, այլ եղավ թագավորությունը, որ աշխարհի մարդկության արիթը դվավ ազատ ըլլալու, որպեսզի ընտրեն, թե Հիսուս իրենց թագավորն է կամ ոչ։ Եվ եղավ աշխարհի թագավորությունը, ամբողջ աշխարհի վրա, ոչ թե միայն Երուսաղեմի մեջ, Իսրայելի մեջ, Միջին Արևելքի մեջ, այլ բոլոր աշխարհի մեջ, բոլոր ժամանակներու մեջ, մինչև այսօր Հիսուս իբրև թագավորներու թագավոր, բոլոր մարդկության ընտրությունը գուտա, որովհետեւ մարդիկ իրենք ընտրեն, թե Հիսուս իրենց թագավորն է կամ ոչ։ Անիկա խաղաղության թագավոր է։ Եկավ, որովհետեւ ինքզինքը զոհ մատուցան է, ինքզինք զոհապեր է, եւ այդ քանի օր վերջ կատարվեցավ։ Ասիկա ցույց կուտա, որ իր թագավորությունը աշխարհի թագավորներուն չի նմանիր։ Ոևէ մեկ թագավորը ինքզինք չի զոհեր, որպես իր քաղաքը պաշտպանե, այլ իր զինվորները կզոհե եւ ամենավերջին կմնա։ Բայց Հիսուս Քրիստոս ճիշտ հակառակը ըրավ։ Նախ ինքզինքը զոհեց, որպեսզի իրեն հավատացողներուն կյանք բերե, հավիտենական կյանք բերե։ Օրտնյալ է ան, որ գուկա դերոջը անունովը, այսպես աղաղեցին, մանուկները, բադանիները, երիտասարդները, դարեցները, ձերերը, Ovsanna, որ կնշանակե փրկե մեզ, հիմա փրկե մեզ, փրկությունը տուր մեզի։ Շատեր ուզեցին լրացնել եւ ասին թող լուր գնան քո աշակերտները, թող լուր գնան այս մանուկները։ Բայց Հիսուսը ասավ, եթե անոնք լրեն, այս քարերը պիտի աղաղեն։ Երբ որ Աստված մուտք կգործե, Ոևէ մեկ բան լուր չի գնար գնալ։ Երբ Աստված գքալե, քարերը նույնիսկ գխոսին, գաղաղագեն։ Բայց եւ այնպես ժողովրդի մեծամասնությունը իրենց ակնկալության չհասան, որովհետեւ չի հասկացան, որ Հիսուս ինչ տեսակի թագավոր մներ։ Իսրայելի ժողովուրդը կապրեր այն ժամանակաշրջանին, որ հռովմեացիներու բռնակալության եւ իշխանության տակ էր։ Եվ իրենք գուզեին եւ կփնտրեին արիթմը, որովհետեւ ազատագրվին այդ բռնադիրութենեն։ Եվ դեսան Հիսուսը, որ Աստուծո անունով եկած, զորությամբ կկործե, հրաշքներ գնե, գույրերու աչքեր կփանա, անդամարույցներ ոտքի կհանե, մերելներու կյանք կուտա։ Եվ հանգարց մտածեցին, որ
Ինչ լավ տեքնածումն է Հիսուս, որ ազատ է մեզի հրով միացներու քեր իշխանութենեն եւ բռնագալութենեն։ Լավ անցմն է Հիսուս, գրնա անել ադիգա։ Բայց Հիսուսի առաքելությունը ատկե շատ անտիներ։ Այս աշխարհի թագավորներուն բռնադիրութենեն ազատագրելու առաքելութենեն շատ ավելի անտիներ։ Հիսուս եկած էր մարդոց հոգիները ազատագրելու սատանայի բռնադիրութենեն։ Եվ ժողովուրդը չի գրծավ հասկանալ ասիգա։ Որովհետև ինչ որ իրենք կտեսնեին հռոմեացիներն էին։ Բայց Քրիստոս ատկե անտին կտեսներ, որ սատանան եւ մեղքը բռնած է մարդոց հոգիները։ Եվ ինք եկած էր այդ գաբանքը քագելու։ Բայց եկած էր ոչ թե բռնադիրությամբ, ստիպմամբ, այլ եկած էր ամբողջ ազատությունը դալու մարդոց, որան որ գուզե ազատագրվել, իրեն հավատալով գրնա այդ փորձառությունը ունենալ։ Շատ անգամներ մենք ալ գինանք նույն զուգին մեջ։ Մենք մեզի քրիստոնյա կսենք, գաղութենք, գերքենք, Աստծո խոսքը գարտանք, եկեղեցի ու կանք գծարայենք եւ կսկսենք որոշ բաներ ակնկալել Աստծուց մե։ Որոշ մտքեր ունենք։ Ամենադեն չէ որ Աստված կուտա մեզի։ Եվ մեր ակնկալությունը մեզի հուսախաբության կտանի, երբ որ չենք ստանալ ինչ որ գուզենք։ Եվ ադիգա փորձություն մնե որ մեզի գհերացնե Աստուծո հավատքեն, ադիգա թագարդ մնե։ Էականը այն է, որ մեր հոգիները ազատագրված լան սատանայի և թժողքի բռնադիրութենեն և Հիսուս ճիշտ ադոր համար եկավ այս աշխարհ։ Ճիշտ ադոր համար մտավ Երուսաղեմ և պատրաստվեցավ ինքզինքը զոհաբերելու մեկ անգամվա համար, բոլոր մարդկության համար Աստուծո քարնուկի եղավ, որպեսզի մորթվի, իր արյունը թափե, որպեսզի մենք իրեն հավատալով ազատագրվենք սատանայի իշխանութենեն և ունենանք հավիտենական կյանքը։ Հիսուս լավ գիտեր, որ այդ օրվա ուրախությունը և խնջույքը, այդ օրվա բարի կալուստը միայն այդ օրվա համար է։ Հիսուս լավ գիտեր, որ թեև Երուսաղեմ կմտներ գոր ուրախությամբ, բայց ինք լավ գիտեր, որ կմտներ գոր զոհվելու։ Ինք լավ գիտեր, որ ոչ թե միան կմտներ գոր թագավորներու թագավորը, այլ կմտներ գոր Աստուծո քարնուկը։ Դավիթի քաղաքին մեջ քանի օրեր ետք խաչի ելնելու, իր արյունը թափելու, զոհվելու, որպեսզի աշխարհի մարդկությունը առիթ ունենա փրկության, Աստուծո փրկության։ Քանի օրեր վերջ զինք պիտի մերժեին և ինք լավ գիտեր։ Անոնք որոնք այդ օրը աղագեցին և ըսին ովսաննա օրտնյալի ան որ դերոջը անունով գուկա։ Քանի օրեր վերջ պիտի աղագեին և ըսեին խաչը հանե ադիգա, խաչը հանե։ Մեր ուզածը չրավ, թող խաչվի։ Այս է մարդկությունը, այս է մարդուն հոգին։ Եթե ուզածից պես չլա, եթե ուզածից պես չնես, քեզի թշնամի կտեսնեմ։ Ասի մարդու հոգին է,
Եվ Քրիստոս եկավ մեզի ազատագրելու այս հոգին։ Եկավ մեզի ազատագրելու սատանայի իշխանութենեն, խավարի իշխանութենեն։ Եվ այս Երուսաղեմի մուտքը թուր բացավ մեր ազատագրության, մեր ազատումին եւ մեր ներքին խաղաղության։ Շատեր հարցուցին ով է ասիգա։ Ով է այս Հիսուսը, որ այսքան բազմությամբ, այսքան բացականչությամբ մեր քաղաքը գմտնե։ Շատերսին ուսուցիչ մնե, ուրիշներսին մարգարե մնե, ուրիշներսին մեր թագավորն է։ Ամեն մեկը բանը ասավ։ Զանազան գարզիկներ կային։ Այսօր ես եւ տուն ինչ կսենք իր մասին։ Ով է Հիսուս քեզի համար։ Արդյոք պատմության մեջ եկած խելացի ուսուցիչ մնե։ Արդյոք մարգարե մնե։ Արդյոք փիլիսոփա մնե։ Ով է Հիսուս քեզի համար։ Հիսուսի Երուսաղեմ մուտքը ամբողջ աշխարհի մարդկության, ամբողջ ժամանակներում է արչև մեզի հարցումիմը արչև կգեցնե։ Ով է Հիսուս քեզի համար։ Շատերուն համար բարձ մարդ մնե։ Շատերուն համար ինչպես ասենք ուսուցիչ մնե։ Փիլիսոփա մնե։ Մեծ մարդ է, հրաշագործ է, մարգարե է։ Բայց շատեր իրենց աչքերը բացին, իրենց հոգին աչքերը բացվեցան եւ տեսան, որ Հիսուս որդի Աստվածն է։ Մարմին արած Աստվածն է։ Որ աշխարհ եկավ Աստուծո քարնուգը լալու, իմ եւ քու մեղքերու քինը վճարելու, որովհետեւ մենք իրեն հավատալով փրկություն ունենանք։ Հավիտենական կյանքի փրկություն ունենանք։ Այսօր եկած ենք այս եկեղեցին։ Եկած չենք միան իրար ուտեստելու, այլ եկած ենք զարգազարդը դոնախմբելու։ Ինչու ուզես տոնել զարգազարդը։ Որովհետեւ եկեղեցի հագնենք, որովհետեւ լավ հայդակիրիմը ագանադեսը լանք, ինչու ուզես տոնել զարգազարդը։ Թուն քեզի հարցում հարցուր։ Եթե թուն այդ ժողովուրդներն մեկը լայր Երուսաղեմի մեջ, եւ Հիսուս անունով մեկը գմտներ գոր Երուսաղեմ, ավանագի վրա նստած, ինչ պիտի ասեիր իր մասին։ Եվ թեպետ այդպես չէ, այսօր 2000 տարիներ անցած են, եւ այսօր մենք 2026-ին գաբրինք Կանադայի մեջ, հազարավոր կիլոմետրներ հեռու Երուսաղեմեն, բայց հարցումը նույնն է։ Ինչու գտոնես զարգազարդը։ Ով է Հիսուս քեզի համար։ Անիգա միան պատմական թեմքը չէ։ Այո, ուսուցիչ է, բայց միան ուսուցիչ չէ։ Այո, իմաստուն մեկն է, փիլիսոփա մն է, բայց միան իմաստուն եւ փիլիսոփա չէ։ Այո, մարգարե է, բայց միան մարգարե չէ։ Հիսուս աշխարհի փրկիչն է։ Մեր հոգիներուն փրկիչն է, որ Երուսաղեմը մուտք գործելով սկսավ իր փրկագործության աշխատանքը։ Աստված բոլորիս սիրեց,
որ մինչև իր միածին որդին դվավ, որովհետեւ եթե մենք իրեն հավատանք, հավիտենական կյանքը ունենանք։ Հիսուս որդի Աստված է, որ աշխարհի մեղքը գրեց ինձի եւ քեզի համար։ Եվ այս թեփքը հրավեր մնե մեր արջևը։ Մեզի մարդահրավեր մնե։ Զաղգազարտը դոնախմբութեն է անտին է։ Այո, դոնախմբություն է։ Ինչ լավ է որ եկած ենք։ Ինչ լավ է որ իրար գտեսնենք։ Ինչ լավ է որ գվայելենք այս հայրակիրը։ Ինչ լավ է որ ետքը վար մի իջնենք։ Միասին մի խոսակցենք։ Բայց զաղգազարտը ասկե անտին է։ Ով է Հիսուս ինձի համար, ով է Հիսուս քեզի համար։ Շատերը սին բարի եկար Հիսուս, բայց ադիգա միայն խոսքով էր։ Բարի եկարը միայն խոսքով չէ, այլ բարի եկարը կյանքով պետք է լա։ Բարի եկար Հիսուս իմ կյանքիս մեջ, իմ տանս մեջ, իմ իրականությանս մեջ։ Ճիշտ այստեղ է, որ զաղգազարտը իմաստ ունենա։ Դե ոչ ուրիշ օրերով ես կանցնի։ Մենք մեզի խապած կլանք, զաղգազարտ մտոնեցինք, լավ հակվեցանք, մարդիկ տեսանք, լավ ուրախ ժամանակ մանցուցինք, ցիկեցինք դուներն իսկացինք եւ վերջ։ Զաղգազարտը ասկե անտին է։ Չլանք այն ժողովրդին մեզ, որ այդ օրը Օվսաննա ասին, բարի եկար Հիսուս, օրտնյալ ես, որ Աստծո անունով ուկաս, բայց քանի օրեր վերջ, թող խաչվի ասին, չլանք անոնց մեզ։ Այլ երբ որ գահանցնենք եւ մեր կյանքը գահանցնենք իրեն, վստահենք իրեն, որ ինքը լավակույնը գնե մեզի համար։ Ինքը թագավորներուն թագավորն է, դերերուն դերն է, մեր հոգիներուն ստեղծիչն է։ Իր մով մենք կյանք ունենք, իր մով մենք գաբրինք։ Ինքը մեր Աստվածն է։ Թիմավորենք զինքը, մեր կյանքերուն մեջ, մեր սրտերուն մեջ, մեր կյանքի ամեն բաժիններուն մեջ, թող ինքը թագավորը լա, դերը լա եւ մեր հոգիներուն փրկիչը լա։ Տեր օրհնե բոլորս այս օրվան մեջ, որ դոնախմբենք, չի մոռանանք այս ճշմարտությունները։ Մեզի հետ տանենք այս իրականությունները եւ թող Սուրբ Հոգին, թող Աստծո Հոգին մեր սրտերը բանա, մեր մտքերը բանա, այս ճշմարտությունները տեսնելու, որ աշխարհը մեզի չսերասոնք, բայց Աստծո Հոգին մեզի գսորվեցնե, պատրաստ լանք իրեն այո ասելու։ Թող Հիսուս մտնե մեր կյանքերու մեջ, թագավորներու թագավոր եւ դերերու դեր։ Տերը օրհնե բոլորդ։ Ամեն։ Այժմ մեր